Նախ Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը ստեղծվեց այն ժամանակաշրջանում, երբ որ Հայաստանում ազգային բուռն վերելք էր տեղի ունենում եւ այդ առումով Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը կարևոր դերակատարում ունեցավ նաեւ ուսանողության մեջ այդ վերելքը առաջնորդելու եւ առաջ տանելու համար։ Այդ ընթացքում Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը ծանրակշիռ մասնակցություն ունեցավ Արցախյան պատերազմի եւ տվեց նաև թանկագին զոհեր Արցախյան պատերազմի տարբեր դրվագներում, տարբեր ռազմական գործողությունների ժամանակ։ Սա կարևոր էր։ Մյուս կարևոր խնդիրն այն է, որ խորհրդային միությունից հետո բուհերում ուսանողական միավորումների վերակազմավորման հարց կար։ Նախկին կոմսոմոլների փոխարեն անհրաժեշտ էր ուսանողական ինքնակառավարման մարմինների ստեղծում եւ ձևավորեցնել այսպես կոչված խորհուրդներ եւ այս ընթացքում էլ հենց սկզբից եւ այդ ուսանողական միությունը ակտիվ դերակատարում ունեցել բուհերում ուսանողական ինքնակառավարման մարմինների ստեղծման գործում եւ խորհուրդների ձևավորման ժամանակ Նիկոլ Աղբալյանի դերը մեծ եղել։ Սա շատ կարեւոր, որովհետեւ որպես դաշնակցության ուսանողական կառույց իրենք բավական փորձառություն ունեին, շկոլա ունեին, ուսանողական երիտասարդական կազմակերպություններ ստեղծելու ղեկավարել եւ այդ փորձը ստեղծության փոխանցվեց հայաստանյան ուսանողությանը։ Սա նույնպես կարևոր էր։ Մյուս կարևոր ձեռքբերումը այն է, որ տարբեր ժամանակաշրջաններում, երբ որ մեր երկրի ներքին եւ արտաքին մարտահրավերների ժամանակ հասարակական ընդդժում կամ հասարակական արձագանքի անհրաժեշտություններ առաջ գալիս, ուսանողական միությունը պայքարի առաջին շարքերում էր եւ առանց ավելորդ համեստության պետք է ասել, որ իսկական օրինակ է ծառայել իր ժամանակաշրջանի երիտասարդության եւ ուսանողությանը պայքար առաջին դիրքերում լինելու եւ ըստ պատշաճի ուղղորդելու համար։ Պարոն Ստեփանյան, ինչով էր տարբերվում Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը այդ ընդհանրապես մյուս ուսանողական միություններից, ինչով էր առանձնանում։ Թողելի անհամեստ չի առաջին հերթին գաղափարական ուղղվածությամբ։ Լինելով կուսակցության ուսանողական միություն արդեն դա ենթադրում էր որոշակի գաղափարականություն, բայց այդ գաղափարականությունը զուտ կուսակցական չէր, ազգային էր եւ ըստ էության Նիկոլ Աղբալյան ուսանողական միության ներկայությունը ուսանողության դաշտում ենթադրում էր ազգային գաղափարական շերտի ներկայացվածություն։ Ճիշտ է, այնպես չի, որ ուսանողական միությունից դուրս գտնվող բոլորը ազգային ուղղվածության մեջ չէին գտնվում, բայց Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը նաև այս ազգային տարի, ընկերվարական տարի, ուսանողության տարբեր շահերի առաջնորդի առումով իսկապես ուղղորդող դերակատարում ուներ։ Այ որպես հիմնադիր անդամ, ավագ գործընկեր, ինչ կմաղթեք այն երիտասարդներին, ովքեր անդամագրվում են Նիկոլ Աղբալյան ուսանողական միությանը, նոր սերնդին ինչ կմաղթեք։ Շնորհակալ եմ հարցի համար։ Ես հիմնադիրների մեջ չեմ եղել, բայց ավելի ուշ իսկապես ղեկավար մի ընթացք եղել եմ վարչության կազմում, փորձել եմ իմ ներդրում ունենալ։ Ես կոչ եմ անում ներկա սերնդին ոչ թե կուսակցական քարոզի իմաստով հետևել Նիկոլ Աղբալյան ուսանողական միության եւ լինել գաղափարական եւ ազգային խնդիրների, սոցիալական խնդիրների, ուսանողական խնդիրների հարցերում լինել պահանջատեր, առաջնորդող եւ նպատակասլաց։